Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման շարժումը այժմ գտնվում է տրանսֆորմացիայի փուլում։ Պարոն Սաֆարյանի համար ցանկալի կլիներ, որ պայքարը շարունակվեր Բաղրամյան պողոտայում, սակայն դա հնարավոր չէ։ Բաղրամյան պողոտան երկար պահել հնարավոր չէ։ Շատերը մեծ խոսում են, մնանք, բան, ջարդենք, փշրենք, չգիտեմ ինչ եւ այլն, բայց անգամ հունիսի 23 կադրերում տեսնես, որ մի փոքր խումբ փողոցի մեջ նստած անում, մնացած բոլորը թամաշա են, իրենք դա գիտեն, չէ։ Իրենք նույնիսկ այնտեղ հավաքված հազարավոր մարդկանց հետ կապված, այսպես ասեմ, Բաղրամյան փողոցը պահելու լուրջ հույսեր չեն կատարվել։ Իրենք գիտեն, որ պետական մեքենայի դեմ, եթե որոշում կայացվեցել, ոչ միայն ժամը կարող է ճիշտ ընտրվել, սակավանմամբ, այլ նաև դաժանությունը կարող է շատ բարձր լինել։ Հետևաբար իրենց փաստարկը ճիշտ է, որտեղ իրենք նաև ուզում են շարժումը չսպանել, իրենք մտահոգություն ունեն, որ նման ուժի գործադրումից հետո շարժումը կկորցնեն։ Շատերը կարծում են, որ այսպես է սպանում շարժումը։ Շատերը մյուս կողմից, ես արդեն մտել եմ 3 տարի մյուս կողմը փաստարկներում, մյուս կողմը ասում է, ոչ, իշխանությունը եթե բռնի ուժ կիրառ, մենք ավելի կշատանանք։ Այդպիսի հաշվարկներ կան։ Ցավոք սրտի ես դա չեմ կիսում, որովհետև եթե անգամ դա ինչ-որ բերի պահային ռեակցիայի ոմանք ծնկներին սկսեն շատ խփել, դա միևնույն է շարժումը չի զորացնելու, որովհետև դա իր հետ բերելու է նաև վախեր, դա իր հետ բերելու է հիասթափություններ եւ կարծեք թե եւ ես երեխեք եւ ասացամ հրապարակ իջներում կողմնակից երիտասարդները գտնում են մի բան, իրանք գտնում են, որ քանի որ հետաքրքիր վստահություն է ստեղծվել իշխանության եւ շարժման միջեւ։ Իրանք գտնում են, որ իշխանությունը նոր ճանապարհներ կբացվի հաղթանակը միջևեր ստանալու համար։ Այստեղ իրենք էլ կարող ասենք ռոմանտիկ են, միամիտ են, չեն ճանաչում իշխանությանը, բայց համենայն դեպս դատելով իշխանությունների հայտարարություններից, իրանք կարող են ունենալ նման հիմքեր, իրանք ասում են կես քայլ յետագնացել իշխանությունից որոշման առումով եւ հետեւաբար քանի որ բացապահում, քանի որ կարևորում է շարժումը եւ դա անթակույց է, հա, ոստիկանապետից ասած վերջացած մնացածով մեր լույս են տեսնում, մեր չգիտեմ, ասում են մեր մեկ փոխարեն եք պայքարում։ Իրանք գտնում են, որ եթե այդ վստահությունը գոնե այս մակարդակը, հա, դա կատարյալ վստահություն չի իհարկե շարժման եւ իշխանության միջեւ, բայց իրենք գտնում են, եթե այս մակարդակը պահպանվի, ապա իրենք հնարավորություն կունենան ավելի այսպես ասած շոշափելի հաջողությունը գրավել։ Հիմա մյուս թևը գտնում է, որ պետք է մնալ, ինչքան որ պետք է մնալ, նրանք մտահոգություն չունեն, որ նրանք էլ կարծում եմ գիտակցում են, որ երկար իհարկե ասահման փակպահել պողոտան հնարավոր չէ, բայց նրանք գտնում են, որ եթե անգամ իշխանությունը ուժ որ կիրառի, ապա դա կլինի շարժման օգտին։ Իհարկե ցանկացած բռնություն բերել է ինչ-որ մի պահի մոբիլիզացիայի։ Դա մենք ունեցել ենք մարտի 1-ի առավոտյան բռնությունից հետո, դա մենք ունեցել ենք հունիսի 23-ին, այո, կա նման դինամիկա, բայց ինչ է պատահել դրանից հետո, եկեք դա հիշենք, այսինքն դրանից հետո շարժումը մտել է խորը փակուղի, որովհետև ամեն բռնությունը ինքը բերելու է կամա թե ակամա քաղաքական օրակարգի ձևակերպման։ Ծեծված մարդը արդեն ծեծողի հրաժարականն է պահանջելու, շատ բնական ռեակցիա է։ Եվ քանի որ հունիսի 23-ի բռնությունը այնուամենայնիվ բարեբախտաբար որևէ լուրջ մարմնական վնասվածքներ չհասցրեց եւ բան չարեց, անարյուն էր, երեխեքը մի տեսակ համակերպեցին, զոհաբերեցին ոստիկանության, ասենք հրաժարականը պահանջել կամ ոստիկանապետի հրաժարականը կամ թեկուզ քաղաքական, բայց դրա դիմաց ստացան Բաղրամյան պողոտայում մնալու, այսպես ասած, համաձայնությունը, հանդուրժողականությունը, չասեմ թույլ տվեց, որովհետև ես հեռու եմ այդ մեղադրանքներից, մեղադրելու, որ այսպես իշխանությունը, շարժումը ղեկավարում է եւ այլն։ Չէ, ինձ համար տեսանել է կոնսենսուսը։ Սերժ Սարգսյանի վախերը նվազեցվեցին, բայց դրա դիմաց հանդուրժվեց պողոտայում մնալ, ես դրանում գործարք չեմ տեսնում։ Եվ հետևաբար այս առումով բռնությունը որքան է կարող բերի գալվանիզացման հասարակական կրքերի,
այնուամենայնիվ բերելու է հականորակարգի, ինչ ավելի դժվարացնելու է խնդրի լուծումը, որտեղ մենք ունենք դրա նախադեպը։ Դրա համար ես ասում եմ երկուսի որոշումն էլ կատարյալ չի։ Եվ երբ որ բարբերաբար մեր գնում է այնտեղ մեր գալիս է ազատության հրապարակ, երկու տեղում շատ կարևոր բան է պատրաստ։ Այն ինչ որ ուներ այս թիմը ազատության հրապարակում, շատ տեսանելիորեն պակասում է այնտեղ։ Աուրայից սկսած այդ իրանց կազմակերպական ոգին այն չէ, ինչ որ կար բոլորի միասնության դեպքում, եւ դա այդպես է պիտի լիներ։ Նույն ձև պակասում էին նրանք, ովքեր մնացել էին Բաղրամյան պողոտայում, պակասում էին ազատության հրապարակում, հետևաբար։ Եթե միավորվելու լինեն, ավելի նախընտրելի է որտեղ միավորվեն։ Ես ասացի, որ ես երբեք, գիտեք, քաղաքականության մեջ շատ կարևոր է ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվելը, բայց շատ հայտնի ձևակերպում է, բայց ես դա մի փոքր կվերափոխեի, շատ կարևոր է նաև ճիշտ պահին այդ վայրից դուրս գալը, հետևաբար ինձ համար շատ ավելի կարևոր է, որ իրենք հասկանան, որ Սերժ Սարգսյանի ելույթը ինչ-որ խաղի և ձեռնոցան հետել իրանց, և խաղի նոր հարթակաբացել, հետևաբար իրանք պիտի ավելի շատ քննարկեն իրանց անելիքները, թե դա որտեղ կանեն անկեղծ ասած այդքան։ Պարոն Սաֆարյան, այսինքն կարող ենք ասել, չէ, որ նպատակը հենց պառակտում մցելն էր եւ դա նրանց հաջողվեց։ Ամեկ պլյուս հեռուստաընկերություն Ջանադավթյան։ Ջանա ջան, ես չեմ բացառում այդպիսի շահագրգռություն իշխանության կողմից, որովհետև Սերժ Սարգսյանի տեքստը շատ ֆոկուս տեքստ էր, կառուցողական, ջերմությամբ լի, այսպես ասած բացատրություններով լի, պարզաբանումներով լի, այսինքն այս պահին չես կարող մեղադրել, որ դա կեղտոտ տեխնոլոգիա է, բայց այն որ հետևանքները չափազանց տեսանելի են, որովհետև ի վերջո ես նկարագրեցի երկու հարթություններ, քաղաքական, քաղաքացիական եւ քաղաքացիական ներսում էլ եւս մեկ հարթություն տեղի ու վայրի հետ կապված։ Բայց նաև մեկ այլ խումբ բանավեճ կա։ Երեխեքի մի մասը ասում են մեր պահանջը կատարված է, եւ ժողովրդի մասն էլ այդպես մտածում, որտեղ ասենք ոմանք շարունակում են չայցել համարելով խնդիրի լուծված։ Մի մասն ասում է խնդիրի լուծված չի, իհարկե խնդիրի լուծված չի, այս առումով ճիշտ են նրանք, ովքեր ասում են խնդիրի լուծված չի։ Բայց նաև այդ մյուս խումբը, որը տեղափոխության կողմնակից էր, զուտ շարժումը պահելու, բռնությունից խուսափելու համար, իրանք նաև մի ուրիշ բան են ասում են կես քայլ իշխանությունը ետ է գնացել, այստեղ էլ իրանք ճշմարիտ են։ Այնպես չի, որ Սերժ Սարգսյանը նահանջ կամ ետ քայլ չի արել, կես քայլը նա է ետ քայլ գնացել։ Ի վերջո դա պիտի համեմատենք այն ֆոնին, որ կարծեք թե իշխանությունը մտածում էր, որ 7 դրամ սարքելով կփակի ամբողջ պատմությունը։ Ի վերջո չմոռանանք, որ այս ամեն 24 միլիարդի փակելու պատմությունը եւ հանրապետականը շատ բարձր ասել, ասել ժողովուրդը պիտի փակի։ Եվ իրանք համարեցին, որ 7 դրամը կփակվի։ Իրանք իրանց վերջակետը խփեցին, երեխեք ասեցին, որ չէ վերջակետը դրված չի, ձեր համար վերջակետ, մեր համար վերջակետ չի։ Ուզում եմ ասել, այսինքն Սերժ Սարգսյանը իրականում այդ դիրքերից նահանջել է։ Հետևաբար ճիշտ են ազատություն տեղափոխել, որ ասում են կես քայլիկը ետ է գնացել, հետևաբար որպեսզի շարժումը պահպանվի, որովհետև ստատուս քվո պիտի հաստատվի։ Եթե դու ուզում ես շարժման համար պայմաններ ստանաս, պիտի այդ ստատուս քվոն ունենաս։ Բաղրամյանում երեխեքը ստեղծել էին այդ ստատուս քվոն։ Այդ ստատուս քվոն նա էր, որ իրենք չեն պահանջում իշխանություն եւ իշխանության հրաժարական, Սերժ Սարգսյանը, ինչպես ասացի, հանդուրժում է Բաղրամյան պողոտայի փակում։ Սա ստատուս քվո է։ Իրանք գիտակցում են, որ նման մի ստատուս քվո պիտի ստեղծվի անընդմեջ։ Բայց գիտեմ, որ եթե իրենք այդ կես քայլ ետը չանեն, Բաղրամյան պողոտան չազատեն, ինչի պահանջը ներկայացվել է իշխանության կողմից։ Հետևաբար իրանք գիտակցում են, որ կարող են փոխել նաև մյուս հնարավորությունները։ Շատ բարձր վիճակ է իրականում երեխեքի համար։ Իրանք շատ ամփոփ են, իրանք նույնիսկ ասենք իրանք շատերը նույնիսկ չունեն քաղաքական նախկին, այսպես ասած, պայքարների ոչ թե մասնակցության փորձառության մասին չի, անգամ նույնիսկ ամբողջական պատկերացում չունեն նրանց պալման պատմությունների, ձախողման պատմությունների մասին, այսինքն
իրանք բավականին փորձ են ստանում։ Եթե Սերժ Սարգսյանը հայտարարում են, որ հա մինչ աուդիտի անցկացումը, որ առաջարկում է միջազգային խորհրդատվական կազմակերպություններին դիմել, 3-4 ամիս կտևի։ 3-4 ամիս կտևի եւ այդ ընթացքում կառավարությունը իր վրա կվերցնի, հա, այդ ամբողջ արխսը հասկանալի է, որ դա ինչքան է որ վերցնի, միևնույնն է մենք ենք նորից վճարելու։ Այս դեպքում այդ երիտասարդները, հա, Մաքսիմը, չգիտեմ, աղնակ այդ շարժման, այսպես ասած, ակտիվիստները հասկանալով դա գնում են ազատության հրապարակ, հասկանալի չի, որ 3-4 ամսից հետո, երբ որ այդ աուդիտի արդյունքներն էլ ավարտեն, միևնույնն է նորից գուցե նաև բարձրացվի։ Այս դեպքում ինչ է լինելու, նորից վերսկսելու են այսպիսի շարժում, նորից, չգիտեմ, մոբիլիզացնելու են մարդկանց։ Իրանք գտնում են, որ շարժումը պիտի պահպանվի։ Իրանք գտնում են, որ այդ շարժումը պիտի ունենա տարբեր հարթակներ, երեք վաղինը դրա մասին խոսեց։ Իրենք գտնում են, որ իրենք չպիտի միայն մնան փողոցում, իրանք չպիտի մնան միայն, այսպես ասելու, որ ոչ միայն մեր պահանջը բավարարել, մենք ոչ մի բանի չենք մասնակցում։ Իրենց մեջ կան մարդիկ, ովքեր ուզում են մասնակցել այս պրոցեսներին և ազդեն դրա վրա ներսից։ Մի կողմ են թողնում դրա իրականացման մեխանիզմները ու հեռանկարները, բայց իրենք գտնում են, որ և այդ առումով արդարացի են, որովհետև հիմա կներեք, Սերժ Սարգսյանն ասել է, ծայրահեղ վտանգավոր է համարում չի կասեցվելու։ Ամբողջ Հայաստանի էներգետիկ համակարգի վրա կարող է վտանգավոր լինել ասել։ Եվ իրանք, և Սերժ Սարգսյանի տեքստը բավական գեղեցիկ է կառուցված ժողովրդի վախերը արթնացնելու առումով, և նաև դա հիշեցնում, որ չեք ուզում դրա չվճարեք, մի վճարեք, բայց վերջում ունենալու այդ վիճակը։ Եվ հենց սկսել են շանտաժը, Անահիտը Բախշյան պատմում է, անցած գործակարգավարական քաղաքապետարանի խորհրդատվության ժամանակ Կամո Արեյան ներկայացրել է ինչ-որ ստատիստիկա, որ գիտեք, Երևան քաղաքում պլանային անջատումների, այսպես ասած, նախկին ցուցանիշներին գերազանցումը ռեկորդային առումով հենակետելու բանի ուսանքի անջատումները, հենակետերի անջատումները։ Հիմա հեշտել է շանտաժն անում, դերակատարները շատ են, էլ ասում է, չես ուզում վճարես, դե հիմա անցի հովարային անջատումների, դե հիմա լույս չեք ունենա։ Հիմա Սերժ Սարգսյանն էլ վախացրել է ժողովրդին, կարող եք էլի կարելի է չվճարել, դրա արդյունքում ոչ էներգետիկ համակարգ ունենա, ոչ էլ հոսանք։ Հիմա հասարակությունից զգալի մասը պարակվելու է, պարակվելու, մի մասն ասելու է, որ չէ ավելի լավ է հանդամես 7 դրամներ տանեմ տամ, բայց այս վիճակին չլինի, չէ ավելի լավ է տանեմ վճարել, քան ունենանք նայերի տիպ ներողություն, ատոմակայանի փակումից հետո ստեղծված իրավիճակը։ Ազդելու էր այդ ամեն ինչը, այս գեղեցիկ պատրաստված ծովակներ են այս ամեն ինչը, որոնք երկու սայր ունեն։ Եվ հետևաբար այս առումով ես երեկ էլ բարամյանի երեխեքին ասես լավ, ձեր օրակարգը որն է։ Այն մյուսին ես լսեցի, ես հասկացա, բայց ձերը որն է։ Մի կողմ թողնելով նույնիսկ ինչքան երկար հնարավոր կլինի պահել Բողոմյան բարամյան պողոտան։ Որովհետև եթե դա չարի Սերժ Սարգսյանն արդեն ասել է չեմ կասեցնելու։ Այն մյուս կողմը հասկանում է, որ այս պահի, այս իրավիճակում դա առավելագույնն է, որին հասել է։ Որովհետև Սերժ Սարգսյանն արդեն գրեթե ասել է, որ կասեցում չի անելու։ Հիմա բայց կասեցման հետ կապված, բայց կասեցման նման ինչ-որ մի ուղի ճանապարհային քարտեզ, ինչպես Սերժ Սարգսյանն անվանում, առաջարկել է, ինքը ասում է աուդիտ, այս ընթացքում փոխհատուցում բյուջեից, եթե պարզվի, որ հիմնավորված չի, ապա ուրեմն այդ գումարները հետ կվերադարձվեն։ Եվ երեխեքներն ասում են, եկեք դուք էլ մտեք մեջը։ Նրանք ինչ-որ ճանապարհ ստեղ տեսնում են, նրանք չեն տեսնում այս մյուս խմբի ասած ճանապարհը։ Այս պարակտված իրավիճակում հունիսի 23-ի սցենարի կրկնություն հնարավոր համարում եք, թե այնուամենայնիվ ոչ։ Ես երեք եւ առաջի օրը ոստիկանությունը սկսել արդեն հիմքեր նախապատրաստել։ Եվ շատ տգեղ հիմքեր շարժումը վարկաբեկելու բան, ձեր մեջ զենք կա, ձեր մեջ փայտեր կան, հարբեցադրիչներ կան, աղբամանների հետ կապված պատմությունները եւ այլ եւ այլ։ Այսինքն սկսվել է նաեւ անուղղակի գրող շարժման վրա այս պարակման արդյունքում։